Տեքստային խմբագրիչներ։ Տեքստը իմաստով և շարահյուսորեն կապակցված ասույթ է։ Տարբեր ժամանակներում մարդիկ տեքստ գրել են տարբեր միջոցներով։ Մեզանից 3000 տարի առաջ Արգիշտի թագավորը սեպագիր արձանագրություն է թողել Էրեբունի Երևանի հիմնադրման մասին։ Նա ծնվել է մոտավորապես մ.թ.ա. 764 թվականին։ Այս քանդակը գտնվում է Էրեբունի թանգարանի շենքի ճակատային մասում։ 18-րդ դարում Սայաթ-Նովան իր բազմալեզու երգերը գրում էր փետուրով։ 20-րդ դարում Պարուշ Սևակը իր ստեղծագործությունները թղթին էր հանձնում գրիչի միջոցով, այնուհետև այն տպագրում տպագրական մեքենայի միջոցով։ 21-րդ դարում արդեն հայտնագործվել էր համակարգիչը և տեքստը հիմնականում և ցանկացած տիպի ինֆորմացիա պահպանվում և փոխանցվում է համակարգչի միջոցով։ Տեքստի կարևոր հատկանիշներն են կապակցվածությունը, այսինքն այն պետք է լինի, նրա մեջ յուրաքանչյուր նախադասություն պետք է ունենա իր տեղը, օրինակ, բարև ձեզ, ինչպե՞ս եք, եթե այս նախադասությունը մենք ձևափոխենք ինչպես եք բարև ձեզ, այս դեպքում իմաստ չի արտահայտվի, կապակցված չեն այս բառերը։ Եվ տեքստը պետք է օժտված լինի ամբողջականությամբ, այսինքն բովանդակությունը պետք է վերաբերվի մի ընդհանուր թեմայի, օրինակ ես առողջ եմ և Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, իրար հետ կապ չունեցող նախադասություններ են, այսինքն այստեղ ամբողջականություն չկա։ Համակարգչով տեքստային ինֆորմացիա ստեղծելու և մշակելու համար օգտագործում են տեքստային խմբագրիչներ և տեքստային պրոցեսորներ։ Տեքստային խմբագրիչները թույլատրում են տեքստ ներմուծել, խմբագրել, պահպանել և տպել, դրանցից է WordPad ծրագիրը։ Իսկ տեքստային պրոցեսորները ունեն քերականության ստուգման միջոցներ, աղյուսակ և ցուցակներ ստեղծելու հնարավորություն, դրանցից է Microsoft Word ծրագիրը։ Մենք կծանոթանանք Microsoft Word տեքստային խմբագրիչին։ Microsoft Word տեքստային խմբագրիչի պատուհանը բացելու համար մկնիկի սլաքը պահում ենք Start կոճակի վրա, սեղմում ձախ ստեղնը, այնուհետև ընտրում All Programs ենթամենյուն, այնուհետև Microsoft Office թղթապանակը և Microsoft Office Word 2007 տողը։ Պատուհանը հիմնականում կառուցված է 6 տիրույթից։ Ամենավերևում գտնվում է վերնագրի տողը, որի վրա գրվում է փաստաթղթի անունը և ծրագրի անունը։ Տվյալ դեպքում դոկումենտ 1-ը փաստաթղթի անունն է, Microsoft Word-ը ծրագրի անունը։ Նրա ձախ մասում գտնվում է արագ հասանելիության վահանակը, որի վրա գտնվում են հաճախ օգտագործվող հրամանների կոճակները։ Նրանից ձախ գտնվում է Office կոճակը։ Office կոճակը նույնպես իր մեջ ընդգրկում է հաճախակի օգտագործվող հրամաններ, որոնց մենք կծանոթանանք առանձին հետագայում։ Հրամանային ներդիրների տողը, որը կազմված է 7 ներդիրից՝ Home, Insert, Page Layout, References, Mailing, Review, View, Developer։ Նրանցից որևէ մեկը ընտրելու համար մկնիկի սլաքը պահում ենք նրա վրա և սեղմում ձախ ստեղնը։ Յուրաքանչյուր ներդիր պարունակում է իր գործիքների խումբը։ Որևէ գործիք ընտրելու համար մկնիկի սլաքը պահում ենք նրա վրա և սեղմում մկնիկի ձախ ստեղնը։ Ներքևում գտնվում է աշխատանքային տիրույթը, այսինքն թղթի տարածքը, որտեղ պետք է հավաքվի տեքստը։ Նրա աջ մասում ուղղահայաց անցավազքի գոտին, որը տեղափոխելու համար մենք մկնիկի սլաքը պահում ենք սողնակի վրա և սեղմած տեղաշարժում, կամ վերևի սլաքի վրա դանդաղ սեղմում մկնիկի ձախ ստեղնը և ներքևի սլաքի վրա, և հորիզոնական անցավազքի գոտին, որը նույնպես տեղաշարժում է մկնիկի ձախ ստեղնը սեղմած տեղաշարժելով կամ ձախ և աջ կողմում գտնվող սլաքների վրա մկնիկի ձախ ստեղնը սեղմելով, և վիճակի տողը,
որտեղ գրվում է էջի համարը, տվյալ դեպքում տեսնում եք page 1 եւ էջերի քանակը, 1 էջ, բառերի քանակը, որց 0 բառ է այժմ, եւ լեզուն, տվյալ դեպքում ռուսերեն է ընտրված։ Պատուհանը փակելու համար օգտվում ենք պատուհանի ղեկավարման եռակոճակի X-ի տեսքով կոճակից։